Հեյ, դու պատրաստ ես մեզ դեպի գագաթ տանել։ Այո, դզեց։ Ինչպես ես քեզ զգում։ Արթնացա այսօր կարող էի նաև անտանելի լինել։ Այո, սա է մարտական ոգին։ Անունս Թոմի Քալվերն է, եւ ես պրոֆեսիոնալ ժայռամագործող եմ ու միջավայրի հարցերով ակտիվիստ։ Այս ճամփորդությունը իրոք մտածված էր շատ տարբեր բաներից դուրս։ Դա իմ ուզածն էր մեծ արկածների գնալու առումով, որովհետև մի երկու տարով չէր եղել։ Երկու պատճառ կար։ Առաջինը կովիդն էր եւ հետո ունեցա աքիլիսի գարշապարի վնասվածք։ Այսպիսով ոնց որ կարծած լինեի։ Արկածներ էի ուզում։ Ես միշտ ուզել եմ երկարատև հեծանվային ճամփորդություն։ Լսել էի այդ գաղափարի մասին, որ կոչվում էր էկոմիավոր, որ եվրոպացիները փորձում էին անցնել իրենց մագլցման հեռավորությունները առանց ավտոմեքենաների։ Նրանք գնացներ են նստում եւ հեծանվավարում են։ Հետաքրքիր էր։ Արդյոք հնարավոր է դա անել Հյուսիսային Ամերիկայի մասշտաբով։ Մեզ համար դա 7 շաբաթանոց հեծանվային ճամփորդություն էր, 240 օր մինչև Ալյասկա։ Կնավարկենք նեղուցի միջով, ապա ի վերջո թփուտների մեջ կընկնենք աշխարհի ամենահեռու գտնվող լեռներից մեկի ճանապարհին։ Ինչ? Լեռան առաջին տեսարանը։ Ես դեռ առաջին անգամ եմ տեսնում լեռը։ Դա երբևէ ամենաուրախացնող բաներից մեկին էր մեն։ Դա մի տեսակ օգնում էր ինձ, որ հասկանամ ինչպես են արժեքը եւ գեղեցկությունը հիմնավորվում այստեղ հասնելու համար անհրաժեշտ ջանքերի չափը։ Ես տոնանալով էքսպեդիցիաների եմ մասնակցել Ալեքսի, բայց այս մեկը առավել երկարատև էր եւ մի տեսակ ունեցանք մի փոքր ավելի հասություն ուղղակի շփվելու խոսելու համար։ Հիմնականում կյանքի մեջ գիտեք Ալեքսի, ես մի տեսակ տարիքներս արևելքում ենք ընտանիքներ շատ տարբեր բաների մասին կապված։ Ջահել տեղեքը ծեծված տեսք ունեն։ Բավականին հոգնած ենք հիմա, վայրի գազանների ինքն։ Ֆիլմը մատուցում է Ալեքսի եւ հայրական վերաբերմունքը։ Եվ ես սիրում եմ մեծ արկածների միջով անցնել լավ ընկերոջս հետ։ Դա, գիտեք, այն բաներից է, որ երբեք շատ չի լինում։ Եվ դրանում է կարծում եմ ֆիլմի ուժը։